Վարորդական վկայական ստանալու պրոցեսը բարդացել է։ Բարդը որն է, գործնական քննության պրոցեսն է մի քանի անկյունից նկարահանվում։ Կոռուպցիան են այդպիսով փորձում կանխել։ Պարբերաբար իրավապահները հայտնաբերում են խմբերի, որոնք վկայականների չակերտավոր առևտրով են զբաղվում։ Ենթադրվում է, որ նման փոփոխությունների շնորհիվ այլևս նման խմբեր չեն հայտնաբերի։ Իսկ ինչի համար են գլոբալ այս փոփոխությունները։ Ճիշտ է, երթևեկության վիճակի բարելավման։ Ներքին գործերի նախարարը օրինակ վստահ է, որ այս քայլերն արդեն տվել են արդյունքներ։ Մեր հանրապետությունում գնալով ավելանում է տրանսպորտային միջոցների թիվը, գիտեք, որ այն հասնում է շուրջ 1 միլիոնի եւ այս պայմաններում տրամաբանական է, որ սինխրոն աճում է նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, բայց ես ուզում եմ փաստել, որ կրկին գալով արեկային ծառայության աշխատանքին մենք արձանագրել ենք, որ չնայած այս շապ տրանսպորտային պարկի արկայությանը Հայաստանի Հանրապետությունում մենք գրանցել ենք հատկապես ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թվի նվազում։ Անցած տարի մենք ունեցել ենք 50-ով պակաս զոհեր նախորդ տարվա համադրությամբ։ Իրականում նախորդ տարի ավելի շատ ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել, քան 2024-ին, բայց դրանք եղել են ավելի նվազ վնասաբեր։ Ըստ այդմ էլ մահերի թիվն ավելի նվազ է եղել 2024-ից։ Ինչը ուղիղ կապված է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թվի նվազման հետ, մենք անցած տարվա կտրվածքով ըստ էության ունեցել ենք նաև մեծ թվով անձինք, ում որ բարեկային ծառայության հետևողական աշխատանքի արդյունքում զրկել ենք վարորդական իրավունքից։ Այդ թիվը անցած տարի կազմել է 5435, 2024-ին եւս համանման թիվ ենք ունեցել։ Խնդիրն այն է, որ Հայաստանի երթևեկության որակը շարունակում է մնալ չափազանց ցածր մակարդակի վրա։ Դրանում համոզվելու համար պետք է ընդամենը քաղաքում պտտվել մի քանի ժամ։ Մասնագետների կարծիքով նոր վարորդականներ ստացողների համար կիրառվող խստացումները բերում են իհարկե նորաթուխ վարորդների գիտելիքների ավելացմանը, բայց մյուս կողմից այդ վարորդները երթևեկելու են նորից մեր փողոցներով, ոչ թե Ցյուրիխի։ Նորաթուխ վարորդ մցրեցիր երթևեկություն 100-ից 90-ը, երթևեկությունից ընդօրինակում են վատագույնը։ Սա բնական է, քանի որ հակառակ դեպքում մարդը ժամերով քաղաքի մի կետից մյուսը չի կարողանա հասնել։ Այսինքն քաղաքի բուն երթևեկությունը կազմակերպված է այնպես, որ մարդիկ հաճախ ստիպված են լինում չակերտավոր վատ վարել, նշում են վարորդները։ Խոսքը գծանշումների, ճանապարհային նշանների կամ այլ ենթակառուցվածքների որակի մասին է։ 4 հատ կրկնակի հոսքիցը ոչ մեկ չի հասկանում, որ երթևեկելի գոտին են լեոպարդնա խաշմերուկը բոլորը գիտեն, չգիտես հանդիպակաց քշես քո գոտով ու որն է հանդիպակացը, որն է քունը։ Երթևեկությունը եւ տրանսպորտի կառավարումը բազմաշերտ խնդիր է։ Հնարավոր չէ 1-2 գործիքով այն բարելավել։ Առաջին հերթին պետք է լինի կառույց, որը կզբաղվի այս խնդրի համակարգային լուծումներով։ Երկրորդը պետք է վերջապես ֆիքսվեն եւ վերացվեն սև կետերը, վայրեր, որտեղ առավել շատ վթարներ ու մահեր են գրանցվում տարվա ընթացքում։ Կոմիտաս փողոցի վրա հատված կա, մոտ 200 մետր հատված կա։ Մի տեղ չի, էլի 200 մետրը մոտ մի 3 շենքի հատված է։ Դրա մոտ Հայաստանի Հանրապետությունում ամենաշատ հետնոտների մահվան ելքով վթարներն է եղել։ Հիմա եթե օրինակի համար ասես եկեք այս մասը ցանկապատենք, ինչ-որ ագրազենի անենք, բան, միանշանակ եմ ասում, բոլոր հանճարները ելնելու են, ասենք, քաղաքի տեսքը գցում է։ Նախորդ տարի օրինակ հայտնի դարձավ, որ Հելսինկիում որևէ մահ չի գրանցվել ճանապարհներին, եւ դա քաղաքային իշխանությունների հետևողական աշխատանքի արդյունքն էր։ Մարդիկ ուսումնասիրել եւ պարզել են, որ այսինչ հատվածում պետք է գծանշումն այսպես փոխել, ճանապարհն այսպես կահավորել, վարորդների նկատմամբ էլ այսպիսի սանկցիա կիրառել կամ խրախուսում կատարել, որպեսզի մարդիկ չգերազանցեն արագությունը կամ չկատարեն այլ կոպիտ խախտում, որոնց պատճառով էլ հիմնականում մահեր են լինում ճանապարհներին։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։